Նիկոլ Փաշինյան։ Պարոն Մուկուչյան, երեք պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին պատասխանելիս այդպես էլ չէիք հասկանում, թե ինչպես կարելի է ասել, որ քաղաքացին 3 ամիս հետո մարդ կսպանի։ Մեջբերեմ ձեր խոսքը, եթե որևէ քաղաքացու մասին խոսենք ասելով, որ ենթադրենք 3 ամիս հետո ինքը կսպանի մեկին, սա ինչ որտեղ զավեշտ կարող է հիշեցնել, բայց մենք շատ հանգիստ մոռանալով, որ ընտրախախտումը եւս նույնանտի փանցագործություն է, ինչպես եւ մարդասպանությունը կարող ենք ասել, որ միևնույնն է գործընթացը դեռևս չի սկսվել, բայց 3 ամիս հետո մենք անպայման գործ ենք ունենալու ընտրախախտման հետ։ Հիմա ես ձեզ ուզում եմ ներկայացնել այն դեպքը, երբ կարելի է ասել, որ մարդը 3 ամիս հետո մարդ կսպանի։ Դա այն դեպքն է, երբ մարդը մարդասպան է եւ 3 ամիսը մեկ մարդ սպանելու սովորություն ունի։ Հիմա մայիսին ընտրություն է տեղի ունենալու եւ ես կարող եմ ասել, որ ձեր ղեկավարած համակարգը կեղծելու է այդ ընտրությունները, որովհետեւ մի ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունները կեղծել է եւ կեղծել է նաեւ 2006 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Ընդ որում դեկլարատիվ հայտարարություն չեմ անում, կեղծել եք անձամբ դուք, անձամբ իմ ներկայությամբ։ Եվ կեղծել եք նաև այս հաշվետվությունը, երբ որ գրել եք բարեգործության առանցին դեպքերի կամ այլ մասնավոր դեպքեր են գրանցվել, որոնք ազդեցություն չեն ունեցել ընտրական արդյունքների վրա։ Այդ առանձին դեպքը, որի մասին մենք քննարկում ենք ունեցել նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովում, տեղի է ունեցել առանձին ընտրատարածքում։ Եվ մենք ներկայացրել ենք դիմում, որտեղ ներկայացրել ենք ապացույցներ, ձայնագրություններ, որոնք ցույց են տվել, որ թեկնածուն պատգամավորի ընտրական օրենսգրքով արգելված գործունեություն է ծավալել։ Դուք հրաժարվել եք վկաներ կանչել, դուք հրաժարվել եք հետազոտել ձայնագրությունը եւ հիմա եկել եք պնդում եք, որ մասնավոր դեպքա, որ ազդեցություն չի ունեցել։ Հենց ընտրակեղծիքը սա է եւ այս ընտրակեղծարարության հեղինակը անձամբ դուք եք։ Եվ այդ նույն մեթոդով կեղծել եք նախագահական ընտրությունները, կեղծելու եք 1 ամիս հետո մյուս ընտրությունները։ Նախընտրական քարոզչությունն ընթացել է ակտիվ մրցակցային պայմաններում, նախընտրական հավաքների խոսքի եւ տեղաշարժվելու ազատությամբ որևէ սահմանափակում չի արձանագրվել։ Սա ձեր անձամբ ձեր հերթական կեղծիքն է, որտեղ ամբողջ հանրապետությունը առնվազն YouTube-ով մինչև 100,000 մարդ տեսել է կոնկրետ օրինակներ։ Երկրորդ ասում եք ընտրական ցուցակները իդեալական վիճակում են։ Հենց ձեր դեմ դիմաց նստած է մի անձնավորություն, ով 2012 թվականի ապրիլի 3-ին մամուլին ասել է, որ ընտրացուցակներում մինչև 20-30,000 Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք են ներգրավված։ Այդ մարդկանց անունները հանվել են, այդ հայտարարության հետ կապված քրեական գործ հարուցվել է, որևէ մեկը պատժվել է։ Ավարտեցիք։ Այո։ Նախ հավանաբար երևի թե նկատի ունենալով իմ դաստիարակությունը, որ չեմ կարող իջնել այդ մակարդակի եւ նույն ոճում խոսեմ, երևի դա է ձեզ թույլ տալիս նման կերպ վարվել, բայց այնուամենայնիվ ես գիտակցում եմ, որ գտնվում եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում եւ կփորձեմ առավելագույնը պարկեշտ պատասխանել այն հարցերին, որոնք ձեր կողմից ներկայացվեցին։ Նախ առաջինը, ինչ վերաբերում է դատողություններին, որոնք վերաբերում են այդ ձեր ընտրատարածքի հետ կապված խնդիրներին, որովհետև այստեղ հարցերից մի մասը վերաբերում էր կոնկրետ ձեր ընտրատարածքին, այդ կապակցությամբ եղել է համապատասխան դիմում, ինքներդ ներկա եք եղել, քննարկվել է, եթե դուք դեմ եք, դուք առիթ եք ունեցել իդեպ լինել այդ նիստին, ներկայացնել ձեր հիմնավորումները, ձեր ապացույցները, եթե դուք գտնում եք, որ պետական մարմինը, տվյալ պարագայում հանձնաժողովը լիարժեք ծավալով չի իրականացրել վարչարարություն, ձեր իրավունքները ոտնահարվել են եւ այլն, դրա համար գոյություն ունի մեկ եղանակ։ Ամենայն դեպս իրավական պետության տարրական սկզբունքը դա է, որ պետք է դիմել դատական կարգով վիճարկելու այդ որոշումը։ Ավելին, կոնկրետ ձեր ընտրատարածքի հետ կապված, կոնկրետ այդ հանգամանքներով կա արդեն քննված գործ, որովհետև եթե չեմ սխալվում, դուք դիմել էիք նաև սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը կայացրել է վերջնական դատական ակտ, որում գնահատական են տրվել բոլոր հանգամանքներին։ Եվ այդ ամենն էլ հենց հիմք է տալիս մեզ, հիմք ընդունելով իրավական պետության կարևորագույն սկզբունքները, որի առանցքային խնդիրներից մեկն էլ հանդիսանում է հարգանք դատական ակտի նկատմամբ, ամրագրել ուրեմն այն մոտեցումները, որոնք ներկայացված են հաղորդագրության մեջ։ Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակի հետ կապված դատողություններին, ընտրողների ցուցակների հետ կապված ես նշեցի այն փաստերը, որոնք որ առկա են։
արկա չէ որևէ հիմնավոր դիմում ուղղված լիազոր մարմնին ճշգրտում կամ շտկում կատարելու, որը չի բավարարվել։ Դրանք եղել են եզակի թվով դիմումներ։ Դա է պրակտիկան։ Բազմիցս անգամ ասվել է, եթե կան նման տեղեկություններ, եթե կան նման ցուցակներ, որովհետև ես չեմ մոռանում, որ խոսվում էր 200,000-ի մասին, 300, հետո հասցվեց մինչև 700,000, չեմ մոռացել դրա մասին։ Բայց բազմիցս ասում էինք, եթե կա այդ փաստերը, եւ եթե իրոք մտահոգ եք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու հետ կապված, ինչու այդ փաստերը չեք տրամադրում, ինչու չեք ներկայացնում լիազոր մարմնին համապատասխան շտկումներ, ճշգրտումներ եւ այլն կատարելու համար, չի արվել երբեք։ Ինչ վերաբերում է մյուս հարցադրմանը կապված ընտրությունների ընդհանուր որակման հետ, որը ուրեմն ներկայացվեց եւս որպես մեղադրանք, նախ կցանկանայի նշել, որ նշված որակումները, որոնք այդտեղ տրված են, այդ որակումներն ըստ էության չեն էլ տարբերվում նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ԵԱԳ-ԺՄԻ դիտորդական առաքելության տված եզրակացություններից եւ հետեւաբար դրանց վերաբերյալ նման ծայրահեղական մոտեցում դրսևորելը արդեն անկեղծ ասած անհասկանալի է։ Ինչ վերաբերում է ապագայի հետ կապված դատողություններին, այո, մեկ անգամ եւս ցանկանում եմ նշել, անընկալելի է, երբ որ դեռևս գործընթացը չսկսած, երբ որ անգամ քաղաքական ուժը չգիտի, ինքը ունենալու է տեխնացու, թե չի ունենալու տեխնացու, երբ որ ինքը չգիտի հանձնաժողովներում նշանակումներ անելու է, թե ոչ, երբ որ ինքը չնայած չմասնակցելով ընտրություններին, բայց հանձնաժողովներում նշանակում է անդամներ, ես ամենայն դեպս պարտավոր եմ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ դրսևորել մեկ վերաբերմունք, այդ քաղաքացու նկատմամբ տածել հարգանք եւ երբևէ չմտածել, որ որևէ քաղաքական ուժի կողմից նշանակված հանձնաժողովների անդամները դրանք հանցագործներ են։ Դրանք մարդիկ են, որոնք գալիս են տեղամասեր իրականացնելու իրենց գործառույթները եւ նույն կերպ միշտ եղել է մոտեցումը, որ ընդհանուր հարգանքը եղել է հանձնաժողովների բոլոր անդամների նկատմամբ, անկախ նրանից, թե ովքեր են նրանց ներկայացրել։ Եվ ինչ վերաբերում է կոնկրետ նման պայմաններում ապագային միտված դատողություններին, որ միևնույնն է տեղի է ունենալու սա, դա գիտեք, շատ երևի թե յուրաքանչյուրը երևույթները ընկալում է սեփական ընկալողականության տեսանկյունից եւ հետեւաբար այստեղ ոչինչ ասել չեմ կարող։ Նիկոլ Փաշինյան։ Եթե ձեզ թվում է, թե այդ շուտ ասելու բառակույտերով տպավորություն եք թողնում, հա դուք չարաչար սխալվում եք։ Դաստիարակության մասին եք խոսում։ Ձեր դաստիարակությունը հերիքում է, որպեսզի դուք ազգային ժողովի ամբիոնից մի ամբողջ ժողովրդի եւ հասարակության ստեք եւ սուտ փաստեր ներկայացնեք։ Ասում եք դիմումներ ներկայացնեն։ Բանոր ասում եք մամուլի հրապարակումներն էլ ենք հետևել։ Բայց ինչի՞ չեք գրել, որ մի բնակարանի վրա, այս հաշվետվության մեջ, ինչի՞ չեք գրել, մի բնակարանի վրա գրանցվել է Հայաստանի քաղաքացի չհանդիսացող 100 եւ ավելի մարդու գրանցում։ Ժամանակս չի հերիքում, Սահմանադրական դատարանի որոշումների մասին Սահմանադրական դատարանը դեռ պետք է իր հարգանքը վաստակեր։ Այսօր արգահատելի մարմին է Սահմանադրական դատարանը, եւ ես ասում եմ, իմ ասած ամեն խոսք պատրաստ եմ ապացուցել։ Եկեք գնանք նստենք բանավեճի, ուր եք ուզում, ուղիղ եթերում եք ուզում, ցանկացած տեղ, եւ ես կապացուցեմ իմ այստեղից հնչեցրած ամեն բառի ճշմարտությունը եւ ձեր ասածների կեղծիք եւ ստահոդ լինելը։ Եկեք գնանք բանավիճելու։ Ես կարծում եմ առիթ եղել է Սահմանադրական դատարանում լսելու եւ ձեր դիրքորոշումները, եւ ձեր ապացույցներն ենք տեսել, եւ ձեր հիմնավորումներին ենք առիթ ունեցել ծանոթ լինելու, եւ փաստերի նենգափոխված ներկայացնելուն ենք տեղյակ եղել ինչպես է իրականացվում։ Դրա համար այս պարագայում ինչ որ ավելորդ հիմնավորումներ ներկայացնելը, որը կարծում եմ կփոխի ձեր մոտ կարծրատիպ դարձրած տեսակետը կամ կարծիքը, դեռևս հակված չեմ անգամ այդպես կարծելուն։ Իսկ ինչ վերաբերում է մեր ներկայացված հաղորդագրությանը կապված ազգային ժողովի ընտրությունների հետ, այո, ես մեկ անգամ եւս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անունից նշում եմ, որ 2012 թվականի մայիսին տեղի ունեցած ազգային ժողովի ընտրությունները իրականացվել են ընտրական օրենսգրքի պահանջների լիակատար պահպանմամբ։ Շնորհակալություն։ Այդ միտինգում ավարտեցիք, պարոն Փաշինյան։
Կհասցնենք։ Մի օր էլ մենք կանդրադառնանք։ Պարոն Փաշինյան, դուք ինձ կոչ մի արեք, ես գործում եմ կանոնակարգ օրենքով, եւ դուք ինձ մի հորդորեք, որ ես կանակ։ Ես խնդրում եմ։ Դուք խնդրում եմ, դարձել եք միահեծան ղեկավար ես երկրում, բոլորին հրավիրում եք նկավյոր։ Ինչի՞։ Ի՞նչ է պատը։ Ես ինչ ես ուզում աղ, ես չեմ հասկանում։ Պարոն Փաշինյան, հիմա ես ու դուք կանոնակարգ խախտում ենք, խնդրում եմ բեր կանոնակարգ չխախտենք։ Պարոն Գուչյան, Արտվիկ Մինասյան, դուք կարող եք նստել, համեցեք վարման կարգի վերաբերյալ, ձեր անունը քանի որ հնչեցվել էր։ Իմ ազգանունը հնչել էր, պարոն Աբրամյան, շնորհակալություն գոնես իրավունքը տալու համար, որովհետև հնչեց պարոն Փաշինյանի կողմից, երեք իմ կողմից հարց, որ տրվել է պարոն Մկուչյանին, իսկապես այն մոտեցումը, որ ցուցաբերվում է առ այն, որ նախապես չի կարելի իմանալ, որ մարդը հանցագործություն կարող անել թե չէ, ուզում եմ պարզապես հիշեցնել Սահմանադրության եւ օրենքի այն պահանջն ու պարտադրանքը, որ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պատասխանատվությունը պետությունն է, կենտրոնական տրական հանձնաժողովը պետական մարմին է եւ ինչպես ամրագրված է Սահմանադրական դատարանի որոշման մեջ, ամբողջական պատասխանատվությունը վերից վար պետական կառավարման մարմիններին է, սկսած երկրի նախագահից ավարտված պետական ցանկացած հիմնարկով եւ պարտավոր են պետական հիմնարկներն ու պաշտոնատար անձինք այդ կանխավարկածից առաջնորդվելով կանխել հնարավոր հանցագործությունները, իսկ որ ընտրախախտումները ակնհայտ քրեորեն պատժելի արարքներ են եւ համարվում են հանցագործություններ, դա պարզ է։ Եթե առիթ լիներ, պարոն Աբրամյան, ելույթներ ունենալու Հաղորդագրության ներկայացումը ավարտվեց, պարոն Փաշինյան, եւս մեկ անգամ ընթերցեմ 51-ի առաջի հոդվածը ձեր համար հատուկ։ Պարոն Փաշինյան, նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով պատգամավորը հանդես է գալիս վարողի հայտարարությամբ, խոսափողից, քվեարկությունից առաջ եւ հետո մինչեւ հերթական հարցի զեկուցումը։ Հիմա ոչ քվեարկություն կա, ոչ էլ քվեարկությունից հետո։ Պարոն Փաշինյան, ես ձեզ խնդրում եմ։ Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին, Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ գանձապետական համակարգի մասին, Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցման ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյան, համեցեք պարոն Սաֆարյան։